կոնսենսուսի հետ կապված, որ փուլում է գտնվում, որքանով է հնարավոր իրավ այդ կոնսենսուսը։ Ես կարծում եմ արդեն կարելի է վերսկսել 4 բանակցությունները եւ հենց նորություն ունենալ կապակցությամբ դες կարելի է։ Պարոն Զուրաբյանի, նկատի ունեք հանրության լրատվական միջոցների ներկայությամբ ոնց որ նախորդ 4+4+4 ձևաչափի քննարկումների այդպիսի քննարկումներ ծավալել, որը բաց կլինի հանրության համար։ Ես հենց դրա մասին եմ խոսում։ Պարոն Զուրաբյան, հիմա եթե հանկարծ դուք կամ Հայազգային կոնգրեսը համաձայնվի այդ կոնսենսուսին, ինչ է կարծում քաղաքասարակության ներկայացուցիչները կամ այն կուսակցությունների ժառանգությունը, որի պատգամավորը երբ մեծ դրություն ուշեց, որ դա կլինի, եթե կոնսենսուսին համաձայնվեք, կլինի խաղի Սերժ Սարգսյանի խաղի կանոնները, նույն խաղի կանոնները, որ առաջարկում է իշխանությունը, Ես ճիշտ եմ, եթե տրամաբանություն հասկանամ, ասենք եթե իշխանությունը մեր բոլոր պահանջները բավարարում է, մենք դառնում ենք Սերժ Սարգսյանի ձեռքին գործիք։ Չէ, եթե այդ հինգ պահանջները չի կատարվում։ Եվ ինչքանով է իրատեսական, որ եթե կատարվում է, դառնում ենք։ Բայց ինչքանով է իրատեսական, պարոն Զուրաբյան, որ այդ մարդկանց, չէ, գիտեք, մարդկանց ուղերձները տարբեր ձևի են կառուցված եւ շատ ուղերձերի կառուցվածքներ կան, որ ինձ համար մի քիչ անհասանելի են, ես չեմ կարողանում ոչ տրամաբանությունը նրանց հասկանալ, ոչ ինչ ասեմ, մտածելակերպը։ Այսինքն եթե 5 պահանջները կատարվեն, այդ դեպքում միայն հնարավոր է կոնսենսուս, թե ինչ որ պահանջ հնարավոր է, որ թերակատարվի։ Ինչ եք առաջ ենք։ Ես վստահ եմ, ձեզ երաշխիք եմ տալիս։ Հայազգային կոնգրեսը չի համաձայնվի որևէ բանին, որին դուք համաձայն չլինեք։ Դուք։ Ձեզանից որ մեկը գա ինձ ասի, որ սա լավ բան չի, ես խոստանում եմ չհամաձայնվեմ։ Պարոն Զուրաբյան, ինչ երաշխիք, որ այս անգամ այլ մեթոդով կլինի այդ քննարկումը, եթե մենք տեսնում ենք, որ շատ հարցերի շուրջ այսպես կոշտ դիրքորոշումը իշխանության մոտ պահպանվեց մինչև 3-րդ ընթերցում։ Հիմա դուք շատ լավ հիշում եք, որ մենք դադարեցրեցինք, արկախեցինք այդ բանակցությունները, հայտարարելով, որ ձեր զիջումների ծավալը բավարար չի։ Եվ դուք չեք ցույց տալիս, որ պատրաստ եք ընդառաջ գնալ։ Հենց որ ցույց տաք, որ պատրաստ եք ընդառաջ գնալ, մենք կվերսկսենք այդ բանակցությունները։ Հիմա եթե մենք վերսկսենք բանակցությունները, այստեղ տրամաբանորեն ինչ որ բան հետևում է,